Շնորհակալություն, ժողովուրդ ջան։ Երկու օր առաջ մի բառ ես օգտագործեցի, համբալ բառը։ Դրա վրա որոշ մարդիկ գժվեցին։ Բայց հենց այդ բառը օգտագործելուց հետո իմ գրասենյակի ղեկավար Բակրատ Միկոյանը ինձ ասեց հետևյալը, ասեց, պարոն նախագահ, բա չեք մտածում, որ ձեր վրա մի նոր քրեական գործ է հարուցվելու։ Ասում եմ, ինչ գործ, ինչ հոդվածով, ասում եմ, պետական գաղտնիք հայտնաբերելու վերաբերյալ։ Սա է մեր իրականությունը, ժողովուրդ։ Բայց այս իրականության հետ հաշվի, մենք երևի պետք է հաշվի նստել, բայց չպետք է ենթարկվենք և չպետք է կոտրվենք։ Յուրաքանչյուր երկրի առջև կանգնած են տարբեր կարգի սպառնալիքներ։ Կարող է լինի պատերազմի սպառնալիք, կարող է լինի բնական աղետի սպառնալիք, կարող է լինել ներքաղաքական ճգնաժամի սպառնալիք, կարող է լինել տարբեր այլ սպառնալիքներ։ Բայց ամենից մեծ սպառնալիքը թույլ, ստախոս, դավաճան, ղեկավարն է։ Ամենից մեծ սպառնալիքը։ Անհավասարակշիռ և իստերիկ։ Եվ ինչի համար է սա ամենից մեծ սպառնալիքը։ Որովհետև ի պաշտոն է այդ առաջնորդը պարտավոր է գործ ունենալ այն մյուս սպառնալիքների հետ։ Եվ այդ տեսակի մարդը չի կարող հաղթահարել ոչ մի վտանգ, չի կարող հաղթահարել ոչ մի սպառնալիք և ինքը գումարվում է իր տեսակով այդ սպառնալիքներին։ Կրկնեմ, լինի դա պատերազմ, լինի բնական աղետ կամ որևէ այլ բան։ Սենց մուլտիպլիկատորի էֆեկտ է ունենում։ Եթե պատերազմ է, անխուսափելի պարտվում է նման կարգի առաջնորդը։ Եվ դա է պատճառը, որ փորձում է այսօր ամբողջ դիսկուրսը բերել մեկ հարցին, ոչ թե ոնց անենք, որ հաղթահարենք դժվարությունները, այլ ոնց անենք, որ ենթարկվենք այս դժվարություններին։ Սա է այսօրվա հիմնական, այսպես ասենք, իշխանության կեցվածքի մոդելը։ Կրկնեմ, ոչ թե հաղթահարել դժվարությունները, այլ ենթարկվել այդ դժվարություններին։ Եթե ճնշում են, ուրեմն հետ քայլ արա, եթե բան են պահանջում, կատարի պահանջը, միգուցե այդ բան քեզանից պահանջողը ինքը հետ քաշվի իր պահանջների մեջ։ Հետ չի քաշվելու։ Մենք լավ գիտենք մեր հարևաններին։ Այս իշխանությունը իր տեսակով, իր կարգախոսներով մահաբեր իշխանություն է։ Իմ մոտ հարց է առաջանում, էլ ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, էլ ինչ պիտի անի, որ վերջապես մեր ժողովուրդը ամբողջությամբ, ամբողջ կազմով հիասթափվի իր մեջ։ Ես չեմ գտնում, թե էլ ինչ պիտի անի։ Տպարությունը այնպիսին է, որ կարող է վաղը գա, ասի հիմա լավ, Հայաստանի անունը փոխենք, ձեր մարզի անունը հաստատ փոխելու է, ձև չկա սա պահելու։ Այ մի հատ սենց նոնոնո են անելու, պրծացա։ 21 թվականին, ընտրությունների ժամանակ, ինքը ասում էր, որ անվտանգության երաշխավորն է Արցախի և ինքը ստացել է մանդատ և այդ մանդատով, կստանա մանդատ և այդ մանդատով հետ կվերադարձնի Շուշին և Հադրութ։ Արեց ճիշտ հակառակը։ Մեր գլխին բերեց նոր պատերազմներ, նոր զոհեր, նոր տարածքային կորուստներ։ Հիմա ևս մեկ անգամ հարցնում եմ, էլ ինչ պետք է անի այս մարդը,
որ մենք դադարենք հավատալ ստախոսության չեմպիոնին։ Ոչ միայն Հայաստանի չեմպիոնն է, տիեզերքի չեմպիոն է։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը չի կարող լինել երկարատև, հարատևելի առանց երաշխավորների։ Եվ մենք առաջարկում ենք, որ այդ երաշխավորները պետք է լինեն այս երկրագնդի վրա ամենից հզոր երկրները։ Ասում ենք լինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Նիկոլ Փաշինյանը ունի յուրահատուկ կարծիք։ Ասում է խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Չեմ հորինում, Ժորժ Անիկն է ասում։ Լուրջ Մենակ թշնամին կարող է նման բան առաջարկել և հենց ես դա լսեցի, միանգամից հիշեցի մի վրացական ասացվածք։ Ասում է ոչխարը ամբողջ կյանքը գայլից է վախեցել, հետո հայտնվել է չոբանի սեղանին։ Հիմա բնական հարց է առաջանում, ինչի համար Հայաստանի վարչապետը չի ուզում, որ խաղաղությունը երաշխավորեն աշխարհի հզոր երկրներ։ Լավ մի պատճառ կա, բացատրություն կա։ Միակ բացատրությունը, որ այդ դեպքում ինքը այլևս պետք չի լինելու։ Ինքը չի կարողանալու իր այն գոյությունը պաշտոնի այդ աթոռին հիմնավորել որևէ բանով։ Եվ միայն Ադրբեջանը երաշխավոր լինելով կարող է ասել, այ եթե ես չլինեմ, հաստատ պատերազմ է սկսելու։ Սա է մեզ պետք։ Ոչ, ոչ և ոչ։ Սա ստորացման ճանապարհ է և այս բանաձևը օգտագործելով ինքը փորձում է ճնշում գործադրել ձեր ազատ կամքը արտահայտելու վրա։ Այլ բացատրություն այստեղ չկա։ Ուրեմն ինչ պետք է մենք անենք։ Այդ հարբեցող ծաղարացուի իմ բառերը չի։ Ինքը սիրեց այդ բառերը, որովհետև Ալիևը դա ասել է, ինքը չի ակադարձել։ Ասել է, օքեյ եմ դրա հետ։ Ուրեմն այդ հարբեցող ծաղարացուին պետք է վռնդել այդ պաշտոնից։ Եվ դա մենք կարող ենք անել հունիսի 7-ին, քվեարկելով համար 17-ին։ Համամիտ եք։ Ուրեմն, միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին քվեարկում ենք Հայաստանի համար։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։